Բարձր լեռնային շրջանում ապրելն ու հողագործությամբ զբաղվելը հեշտ չէ։ Խիստ կլիմայական պայմանները, կարճ ամառը եւ անկանխատեսելի եղանակը հաճախ փորձության առաջ են կանգնեցնում գյուղացիներին։ Սակայն դժվարությունները նրանց չեն հուսահատեցնում։ Ամեն տարի նրանք շարունակում են մշակել իրենց բոստանները, հողի հետ կապը պահելով եւ սեփական աշխատանքի շնորհիվ բերք ստանալու հույսով։ Շոխերը ջարդեն կենու համար որ սանունթը ոչ թե բանին է այդ վերի մասին տերևներուն էլի այլ հիմքին, քոքին, որտեվ քալլան մուրդեղոր գպայե շանութը դանեշտա որ շոխը ինչ որ ասած բանում է օկտավիս էլի դուք երաս գործել իսկ կլուբնիկի մաշավելը կլուբնիկան вообще կուլտուրա լավ ինչ ասած բան կուլտուրա է որտեվ կամպոտ կփագեն մուրաբա փագեն այս տարի թազա բաների փոխեցել ես կլուբնիկան ու вообще ժամանակին ասենք սանունթը պետք տալ հետո ասենք ջարել է պետք ժամանակին вообще ունի ասենք բաներ էլի այն մոմենտներն որ հետաքրքրիչ պիտի բայց որ եթե ասենք տանգեցիրու ոչ խանամ կտավիր ոչ ասենք սանուտ տավիր Սեդեմ բանկերնի քույրած գործերը։ Հա, այս երկորս բան է արը, հենց մեր վետապցեկեն, արադանգերոչես, որ լավ բան է էլի, մեջ ամեն ծևի բաները ասենք կալցի է բան է, էլի լավ օգուտ կուտա ասենք բույսին, թեգուս կլուբնիկային է, թեգուս խիարին, պամիդորին էլի։ Որվա մեջ ամեն օր ասենք մեր 3-4 ժամ պրոստը հավասի համար էլի, արդեն ինչ ասած տարիք առած մարդ ուրիշ գործ չկա, ուրիշ զբաղմունք չկա, այդով կզբաղվենք։ Այս տարին եւս առանձնահատուկ էր եղանակային պայմաններով հաջախակի անձրևներն ու սովորականից ցածր ջերմաստիճանը որոշակի դժվարություններ ստեղծեցին։ Չնայած դրան գյուղացիները կարողացել են պահպանել իրենց բոստանները եւ ստանալ սպասված բերքը։ Բացի բացօթյա մշակաբույսերից որոշ ընտանիքներ իրենց տնտեսություններում ունեն նաեւ փոքրիկ ջերմոցներ, որտեղ աճեցնում են տարբեր բանջարեղեններ։ Այստեղ կարելի է հանդիպել կարտոֆիլ, սող, սխտոր, ինչպես նաև այլ բանջարեղեններ ու մշակաբույսեր։ Ոստները ես սող կցանեմ, սախոտ կցանեմ, կարտոլ կցանեմ։ Էդեն սողն ու սախտորը հավաքել արդեն դիզել ենք, պայս ենք խենգեն։ Սողը տեսակ, սողը դքիշ մի մենա Արգեսնեմ որ սանունթը տա արմադին սոխին, սոխը մեզնա, թե չէ լավ չի մեզնա, պարին կուդա պիրն է կոլոշասնեգա, շատ լավ է, սոխեն է գոյեմ, սախտորեն է գոյեմ, կարտոլեն է գոյեմ, հլը տորիմի լավ է, գոյեմ ես։ Դա ամեն դեպքում հաշվի դառն է բոլոր ամեն բնական արավիկները, շոք է գալի, ցուրտ է գալի, մարոզ է գալի, ձուն է գալի, թիպի է գալի, մարդուն այդ համար խելքու միտք է տված որ այդ մարդը մտած է այդ համար։ Ձմերը ինչ են սերդուն, գարունը շոքուն ինչ են է։ Իմանոր աշխարհը անհնարին բան չկա, մարդուն ձերքեն ոչինչ չի պերձնի, ոչ մի բան։ Մենք ինչ որ կենիք ժամը հանգեն է դիվե, ժամը տոր 5-ը շոքեն դիվ արդեն գայնի։ Էլ արվին ճարավայտները հանգեն է դիվ, ժամը հանգեն դիվ, էլ չեն ազդե։ Աշխատանքի արդյունքն էլ գյուղացիների համար ամենամեծ գնահատականն է, թեև եղանակն այս տարի այնքան էլ բարենպաստ չէր, բերքից նրանք հիմնականում գոհ են, հատկապես ուրախացնում է ելակի, սոխի եւ սխտորի բերքը։ Բարձր լեռնային պայմաններում յուրաքանչյուր ստացված բերք ոչ միայն սեղանի համար նախատեսված մթերք է, այլև ապացույց այն բանի, որ աշխատասիրությամբ ու համառությամբ հնարավոր է հաղթահարել նույնիսկ բնության ստեղծած դժվարությունները, իսկ գյուղացիները շարունակում են հողը մշակել հավատալով, որ հաջորդ տարին ավելի բարենպաստ կլինի։